Ջերուսման ամբողջական խնայող համակարգ, գումարած 100,000 դրամ արժողությամբ սերտիֆիկատ, բաժանած 18 ամիսների, հավասար է 0% տոկոսադրույք։ Մանրամասները idealsystem.am։ Պարոն Պապոյան, վերջերս կառավարությունում քննարկվում էր էլեկտրական մեքենաներին ավելացված արժեքի հարկով արտոնություն տրամադրելու հարցը։ Նաև ուզում եմ հարցնեմ առաջիկայում, այսինքն 26 թվականից քվոտայի հետ կապված ունենք հստակ որոշում եւ արդյոք այդ որոշումը կապ ունի այն բանի հետ, որ մաքսատուրքը, այսինքն վճարելու են մաքսատուրք, մենք որոշում ենք կայացնում, որ ԱԱՀ-ից փորձում ենք ազատել, որպեսզի ավելի եւս խթանենք էլեկտրոմոբիլների ներմուծումը։ Եվ երկրորդ հարցս վերաբերում է այն ավելի վերջերս ձեր արված հայտարարությանը, որ Ադրբեջանը Ղազախստանից եւ Ռուսաստանից դեպի Հայաստան մատակարարումներ բացել է լոգիստիկ առումով, արդյոք կան հաշվարկներ, թե մեր տնտեսվարողների, որքանով կարող ենք օգնել մեր տնտեսվարողներին, թե գների եւ թե ժամկետների առումով։ Շնորհակալ եմ Տիկին Մանավազյան հարցերի համար։ Առաջին հարցով, այո, դուք ճիշտ եք, մենք եկամտային էներգություն ավելացված արժեքի հարկի երկարաձգման նախաձեռնությամբ ենք հանդես եկել ազգային ժողովի դաշտում է արդեն եւ հուսով ենք կընդունվի։ Ինչ վերաբերում է քվոտային, ապա դա ԵԱՏՄ հանձնաժողովն, այսինքն ԵԱՏՄ նիստում որոշվում է այդպիսի պայմանավորվածություն գոնե այս պահին չկա եւ բնականաբար նորություն եթե լինի դրա մասին կասենք, բայց գոնե այս պահին կարող ենք ասել, որ որևէ այդպիսի ուրեմն նոր քվոտայի մասին քննարկում չկա ռեալ։ Ինչ վերաբերում է ձեր եւ ըստ էության նախորդիվ հենց այդպես էլ եղել է պայմանավորվածությունները, որովհետեւ ասվել է, որ սրանք ուրեմն 23-24 թվականի դրանք վերջին տարիներն են, այս առումով նոր բան չկա, բայց եթե ունենանք բնականաբար կհայտնենք դրա մասին։ Ինչ վերաբերվում է ձեր նշած ուրեմն ենթադրում եմ դուք ուզում եք հասկանաք, թե ինչ տարբերություն, ինչքան իրականում ինչքան օգուտներ կան։ Տեսեք, եթե Ղազախստան ասելով եկեք Խորգոսը ուրեմն դիտարկենք, որովհետև Խորգոսը դա Չինաստանի հետ սահմանին շատ կարևոր ուրեմն անցակետ է, եթե Իրան-Հայաստան ցամաքային ուրեմն Չինաստանի սահմանից Իրանով Հայաստանով ուրեմն կազմա 14-ից 20 օր, նայած ինչ եթե այդպես շատ առանց հերթեր է լինում, հա, ինքը մինչև 14-ից 20 օր Իրանով, հա, իսկ բայց պրակտիկայում դες բան չի լինում, իրականում մոտ 20 օր է, հա, այդ process-ը բավականին երկար է։ Եթե մուլտիմոդալը նայենք, երկաթգիծ վագոն ցամաքային, մոտավորապես 40-ից 50 օր է կազմում, սա ես ասում եմ բիզնեսի հետ մեր շփումների արդյունքները։ Իսկ եթե Ղազախստան-Ադրբեջան, այսինքն Ակտաու, Բաքու այդ ծովային ճանապարհը նայենք, այնուհետև Վրաստան-Հայաստան, մեր հաշվարկով կկազմի մոտավորապես 10 օր, կարա 1-2 օր տատանվի, կախված բնականաբար նավահանգիստների ծանրաբեռնվածություն եւ այլ հարցեր, բայց Ղազախստան-Ադրբեջան-Հայաստան ըստ էության այս ամբողջ տրանզիտը կախված է լինելու տարբեր հանգամանքներից, օրինակ որտեղից, որտեղ Խորգոսը գտնվում է ըստ էության Չինաստանի սահմանին, որը լրիվ, հա, եւ Ակտաուն փաստացի Եվրոպայում է գտնվում, եւ ըստ էության այս բաների մեջ բնականաբար տարբերություններ կտա եւ ուրեմն կարծում եմ, որ իրականության մեջ այստեղ մի քանի բաներ կա, խնդիրներ ենք մենք լուծում։ Առաջինը այն է, որ օրինակ մենք երկար ժամանակ բանակցում էինք, որ Ղազախստանից ենթադրենք նույն ծորենի ձեռքբերման հնարավորություն լիներ, բայց ինքը բավականին թանկ էր ստացվում։ Օրինակ $280 եւ ավել։ Ինչու՞, որովհետեւ տրանսպորտային շատ մեծ ծախսեր կային։ Իսկ նոր հաղորդակցության ու պարագայում օրինակ ինքը բավականին էժանանում է, որովհետեւ ինքը մի իրավիճակը, երբ որ օրինակ Ակտաու Էնզելի
Ակտա ու Բաքու, Էնզելին շատ ավելի հեռու է, քան Բաքուն, այսինքն արդեն այստեղ կարճ է։ Երկրորդը գնաց Էնզելիից հետո ցամաքային ճանապարհով Իրանի տարածքով գալիս է հասնում է մինչև Մեղրի եւ Մեղրիից Երևան։ Հիմա մոտավորապես էլի այդտեղ շատ ինչպես մեր Սյունիքի մարզն է, այդպես էլ Իրանի այդ հատվածը շատ լեռնային բարձ տեղանքով բավականին դժվար հաղորդակցություն է։ Իսկ այս եղանակով, երբ որ երկաթուղով արդեն Ադրբեջանի տարածքով գալիս, շատ ավելի կարճ։ Բնականաբար, երբ որ ապաշրջափակման գործընթացը ըստ էության կամբողջականանա եւ մենք էլ կունենանք եւ հուսով եմ կունենանք արդեն ոչ թե երկար, այլ ուղիղ Ղազախ-Իջևան երկաթուղի, ես կարծում եմ այդ պարագայում էլ ավելի այս տրանսպորտային հաղորդակցության գրավչությունը էլ ավելի կմեծանա եւ եթե նկատել եք նաեւ Ռուսաստանի Դաշնությունն է հայտնել, որ իր համար եւս այդ ճանապարհը բաց է եւ դա նույնպես հետաքրքիր է, այսինքն ստացվում է, որ Հայաստան, օրինակ Ռուսաստան հաղորդակցության գծով մեր ավանդական մեկ ճանապարհը դառնում է արդեն երկուսն նվազագույնը։